Բարեկամներ, մենք վերադառնում ենք, շարունակվում է խաղային օրը, մինչև 12 տարեկանների play-off փուլն է, նախավերջին հանդիպումն է սա, մենք մերոնցով թիմը մրցում է Մալաթիայի դեմ, հետաքրքիր անվանումներ ամեն դեպքում կան եւ տեսնենք վտանգավոր հետևեց հարված, եւս մեկ փորձ Մալաթյան պաշտպանվում է առայժմ, իսկ մենք մերոնցով թիմը շատ ագրեսիվ այսպես ֆուտբոլային առումով իհարկե մեկնարկ է ապահովել։ Մալաթյան փորձում է նետվել հակագրոյի, պաշտպանությունում է առայժմ գնդակը, աչքի եզրում։ Երկու հանդիպում արդեն դիտել ենք, Դարկ Ավանը և Ջոկեր Ջունիորը հաջորդ փուլում են, երրորդ թիմի անունը պարզ կդառնա այս դիմակայությունից հետո, իսկ հարորդ եզրափակիչը արդեն վերջնական հաջորդ խաղից հետո։ Եվ գնդակի հաջող խլում, ձախ եզրով պաշտպանությունն է ճեղքում ու բացում հաշիվը, մենք մերոնցով թիմն առաջ է անցնում հաշվի մեջ։ Ունենք առաջին գնդակը։ Թույլ է տալիս մրցավարը շարունակել հանդիպումը։ Բարձր տեմպով է, մենք մերոնցով թիմը սկսել մրցավեճը, միանգամից գոլ և կփորձեն իհարկե նորից ավելացնել։ Դարկ Ավանի խաղը լավ օրինակ էր, որ այդպես չլինի, իհարկե 3-0 հաղթում էին առաջին խաղակեսում, երկրորդ կեսում արծիվները 3 պատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Եվ եթե կա առավելություն պետք է գոլերով շարունակել, արված դարպասապա չի հասցնում։ Երկրորդ գնդակը մենք մերոնցով թիմն ուղարկում է մրցակցի դարպասը եւ ընդամենը մոտավորապես 1 րոպե է անցել կարելի ասել հանդիպման մեկնարկից եւ արդեն 2-0 հաշիվ կարելի ասել յուրաքանչյուր գրող այս պայդրությամբ ամենայն դեպս մենք մերոնցով թիմը վերածում է գոլի։ Եվ այսպես շարունակելու դեպքում այս խաղակեսի ավարտին արդեն մենք կարող ենք ասել, որ թիմը ապահովեց իր տեղը քառորդ եզրափակիչում։ Եթե պատկերն այսպես մնա, քանի որ շատ արդյունավետ է անցկացնում հանդիպումը մենք մերոնցով թիմը, տեսնենք հերվից հարված փրկում է պաշտպանը և Մալաթյան ասնում է հակագրոյելու։ Ստացվեց, ժամանակին խանգարեցին մրցակցին, մենք մերոնցով թիմի ֆուտբոլիստները, ֆուտզալիստները ավելի ճիշտ և թույլ չտվեցին։ Ես հիշեցնեմ, որ Christmas Cup-ը 2 օր է ընդամենը նախատեսված, 3 խմբային փուլի օրն էր, այսօր արդեն բոլոր տարիքային խմբերը կավարտվեն, մինչև 12 տարեկաններն են պայքարի մեջ, մինչև եզրափակիչ անընդմեջ խաղալու են այս տարիքային խմբերը և փաստացի շատ քիչ ժամանակ ունեն ֆուտզալիստները հանգստանալու, մեր պատանի ֆուտզալիստները մի փոքր շատ էներգիա պետք է այսօր ծախսեն և կարծում եմ չեն էլ զլանում այդ էներգիան ծախսելուց, հենց այս տարիքային խմբերի համար իհարկե մի փոքր ծարաբեռնված է, բայց միանշանակ դրական շատ բաներ կարող ենք նշել, 3-0 է, այո 3-0 է դառնում հաշիվը, մենք մերոնցով թիմը ևս մեկ գնդակ է հեղինակում։ Ավելի թեթև հանդիպում է ստացվում այս թիմի համար, անդադար գրոհում են, ընդհանրապես չեն պաշտպանվում մրցակցի գրոներից, շատ քիչ են մրցակցի գրոները և սա արդեն մեծ առավելություն է իհարկե այս ժամանակահատվածում, բայց պետք է շարունակել խաղալ, ասցրեց փակել պաշտպանը և այո անկյունային կլինի։ Ես անցած խաղում էլ նշեցի և սա կարծում եմ դուք էլ շատ լավ գիտեք, մեկ խաղով ոչինչ չի որոշվում և պետք է շատ ուշադիր լինել յուրաքանչյուր խաղում, քանի որ այս փուլից ամեն ինչ նոր սկսվում է դեռ ոչինչ չի ավարտվում։ Դժգոհ է մրցավարի կայացրած կամ չկայացրած որոշումից Մալաթիայի ֆուտզալիստը հերվից հարվածի post չնստեց գնդակը մենք մերոնցով ֆուտբոլիստի ոտքին դեպի աչքի եզր և չստացվեց գրոյի նետվել։ Շատ հետաքրքիր է, այսպես տարբերվող անվանում է իսկապես ընտրված։ Գնդակը Մալաթիայի մոտ է, ձախ եզրում պաշտպանության նորից դարպասապան է, բարձր պրեսինգ է գնացել մենք մերոնցով թիմը և հաջողեց, փաստացի հաջողեց գնդակն անցնում է հաղթող թիմին, 1 րոպե 30 վայրկյան և այս խաղակեսը կավարտվի։ Փոխանցում դեպի աչքի եզր, դեպի կենտրոն, այստեղից ձախ եզր, այս սա ֆուտզալ է, իհարկե իսկական ֆուտզալային գրոհ էր, բայց հարվածը չստացվեց։ Ձեռքով խաղ և այո, այստեղ ոչինչ չկա ասելու, բնականաբար մրցավարը ամբողջությամբ ճիշտ էր։
դեղին քարտն ենք տեսնում եւ առաջին խաղաղտումն էր սա, շատ արտասովոր այսպես ասած խաղի կանոնների խաղաղտում ստացվեց։ Եվ գնդակի հաջող խլում ենք մերոնցով թիմից, ձախ եզրում է գնդակը, գրոյի փորձ, հետևեց փոխանցում հասցնում է Հակել պաշտպանը եւս մեկ փորձ ստացվեց ու սա շանս է Մալացիայի համար փրկում է դարպասապահը։ Միայն 47 վայրկյան առաջ այս խաղակեսի ավարտից Մալացյան իր առաջին դիպուկ հարվածը կատարեց եւ փաստացի սա գեր իդեալական շանս էր հաշիվը կրճատելու չստացվեց։ Գլորում է գնդակը Մալացյան, ստացվեց խլում կատարել հարված, բայց դիպչում է ցանցին գնդակը միայն դրսի հատվածից։ Միանգամից երկու հարված մենք տեսանք Մալացիայից խաղակեսի վերջնամասում։ Բայց շատ կարևոր է հիմա կրճատել հաշիվը, դարպասաձորն է փրկում Մալացիա թիմին։ Նկատելի է որքան լավ են հասկանում միմյանց ֆուտբոլիստները, ժլատություն այս առումով չկա, բոլորն էլ ճիշտ ժամանակին փոխանցում են, նույնիսկ եթե չեն փոխանցում, ապա իրավացի են գտնվում դա չանելով։ Արդյունավետ է ստացվում չփոխանցել, օրինակ այդ իրավիճակում։ Մալացյան է նետվում գրոյի տանկավոր է, խլում են գնդակը մենք մերոնցովի ֆուտբոլիստները, բայց սա ֆուտզալ է, որտեղ ժամանակը չոր է եւ մրցավարը ավարտում է խաղակեսը, քանի որ ժամանակն ավարտվեց։ Հակառակ դեպքում լավ շանս Եվ ինչպես լսեցիք, հաջորդ հանդիպումը Զորներ Շարարատ Երևան դիմակայությունն է, մինչև 12 տարեկանների փլեյոֆի վերջին հանդիպումն է դա, որից հետո արդեն հաջորդ փուլին կանցնենք։ Պայքարը թեժանում է։ Ամեն արդեն թիմերին էլ մասամբ ճանաչում են, կարծում եմ դուք էլ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, մինչև եզրափակիչ հաստատ արդեն ամբողջությամբ հնարավոր կլինի թիմերի ներուժը ոներ իմանալ ճանաչել թիմերին 48 թիմ է 3 տարիքային խմբում մասնակցում Christmas Cup-ին իհարկե շատերն արդեն մի որոշ մասն արդեն մրցաշարում չեն դուրս մնացին պայքարից բայց պետք է փաստել որ Streetball Արմենիայի մոտ հաջողվեց հիանալի ֆուտբոլային մթնոլորտ ստեղծել Christmas Cup-ի շրջանակում Մալաթյանն է փորձում դուրս գալ պաշտպանությունից մենք մենոնցով թիմը պրեսինգի է գնացել Տեսեք 3 ֆուտզալիստ մրցակցի պաշտպանությունում է, մեկը ընդամենը փակելու է հավանական հեռու փոխանցումը, ինչը եւ մենք տեսանք, եւ հարված պաշտպանն է այդ մղում, փափուկ արված, բայց ոչ դեպի դարպասը։ Միանգամից խաղարկում գնդակի կորուստ եւ 4-րդ գնդակն է հայտնվում Մալաթիայի դարպասում։ Մենք մերոնցով թիմը արդեն վստահ հաշվով է ախտում մրցակցին եւ կարող ենք ասել, որ 90%-ով արդեն հաջորդ փուլում են։ Այո, հրաշքներ լինում են, մենք դա այսօր արդեն տեսել ենք, բայց խաղի տրամաբանությունը ուշում է այն մասին, որ մենք մերոնցով թիմը ոչ միայն չի կորցնի այս առավելությունը, այլ նաև կավելացնի, նույնիսկ կավելացնի։ Արված դարպասից է լինելու։ Ուժեղ փոխանցում առաջ դեպի մրցակցի պաշտպանություն եւ պետք է վերադարձնել գնդակը դարպասապային, որպեսզի նա նորից խաղարկի։ Եվ դուրս եկավ եզրից գնդակը, շատ լավ տեսք ունի մենք մերոնցով թիմը իսկապես եւ առայժմ որքան հանդիպում դիտել ենք, երևի թե սա միակ խաղն է, որտեղ կարող ենք ասել ընդգծված առավելություն ունեցող թիմ կա։ Բայց դա դեռ ոչինչ իհարկե չի նշանակում, ամեն դեպքում միջև այս դարկավան արծիվներ խաղում ոչ ոքի, Ջոկեր ջունիորը Հայատ 15-ին հաղթեց միայն վերջին վայրկյաններին, մոտ 30 վայրկյաններ մնացել եւ միակ գոլը այդ խաղում Ջոկեր ջունիորը խփեց ու դուրս եկավ հաջորդ փուլ։ Եվ գնդակի խլման փորձը ռիսկի պետք չէ գնալ պաշտպանությունում իհարկե։ Ոչ հարված դարպասից պետք է լինի, փորձում էր խորամանկել մենք մենոնցով։ Թիմի ֆուտզալիստը, բայց մրցավարն ամեն ինչ մրցավարներ ամեն ինչ տեսնում էին իհարկե։ Եվս մեկ փորձ տեսնենք ինչպես կստացվի, այս անգամ Մալաթիայից հասցնում են պաշտպանները փակել, բայց շարունակվում է, գրոհը շարունակվում է, այդ փոխանցում դեպի դաշտի կենտրոն, խաղահրապարակի կենտրոնով ինչպես կցանկանա։
Եվ հետևեց օրվացի փորձ եւս մեկը շատ ափսոս էր, իսկապես գեղեցիկ գնդակ կստացվեր, ողջունում են նույնիսկ մրցակցի ֆուտզալիստները, արվածող ֆուտզալիստին։ Իսկապես ամեն ինչ լավ արեց, բայց դարպասաձողը օգնության հասավ։ Սիրելի երկրպագուներ, ովքեր նոր են միացել, նորից հիշեցնեմ, որ այսօր Christmas Cup-ի վերջին օրն է, 2 օրից բաղկացած մրցաշար ունենք։ 3 խմբային փուլներ, այսօր արդեն ավարտվելու է մրցաշարը 3 տարիքային խմբեր, մինչև 12, 15 եւ 16-ից բարձր։ Ըստ հերթականության գնալու ենք, մինչև 12-ները կավարտեն իրենց տարիքային խումբը, այսօր մոտակա ժամանակահատվածում 1.5 ժամվա ընթացքում կավարտվի ամբողջությամբ։ Մինչև 12 տարեկանների պայքարը այստեղ արդեն play-off-ի առաջին փուլն է, որտեղ մնացել է ընդամենը 1 հանդիպում այս մրցավեճից բացի։ Աչ եզրում է գնդակ, հետևես ծածրից փոխանցում, բայց ինչ է արձանագրում մրցավարն այստեղ։ Խախտում չկար, դուրս էր եկել գնդակը խաղահրապարակից։ Փորձում եմ մրցավարը հանգստացնել ֆուտզալիստներին։ Այստեղ է նաև սթրիթբոլ Արմենիայի հիմնադիր Դավիթ Մանոյանը, կազմակերպում է, անցկացնում է տարբեր տեսակի միջոցառումներ, հիմնականում իհարկե անվանումից ելնելով նաև բակային ֆուտբոլն է զարգանում եւ այսօր արդեն մի փոքր այլ ոճի, ավելի այսպես ասած հետաքրքիր մոտեցում կա, ֆուտզալ, համար պայքար եւ շատ կազմակերպված իդեպ։ Եվս մեկ փորձ հետևեց հարված, որի ճանապարհը փակվում է եւ մենք մերոնցով թիմը անցնում է արագ պատասխանի, կա խաղի կանոնների խախտում այստեղ։ Եվ նաեւ դեղին քարտ ենք տեսնում, երկրորդ դեղին քարտի դեպ այս խաղակեսում։ Առաջին խախտումն է սա։ Մենք մերոնցով թիմի հետ պայքարում, Մալացիայի ֆուտզալիստը թույլ տվեց։ Տանգավոր է և ստացվեց այս փորձը։ Ժամանակ չկա արդեն, շատ քիչ ժամանակ, վայրկյաններ են մնում, մինչև դիմակայության ավարտը հետում առաջ, ձախ եզրում է գնդակը, պահեց մենք մենոնցով թիմի ֆուտզալիստը, լավ անցում էլ փորձեց կատարել, բայց չհաջողվեց ճիշտ է գնդակի խլում և դարպասապան է փրկում։ Վերջ, ավարտվեց այս դիմակայությունը, մենք մենոնցով թիմը հաջորդ փուլում է։ Շնորհավորում ենք, կվերադառնանք